Այսօր էլ էսպես, տեսնենք այսօր կարտերը ինչ են ցույց տալիս, այսօր ոչ մի թեմա չեմ ընտրել։ Ինչ ասեն, այն էլ կասեմ։ Տեսնենք ինչ է կատարվում մեր շուրջ բոլորը։ Ինչ-որ մեկի համար շատ ճակատագրական պահ է կյանքում, աշխատանքի հետ կապված լինի, անձնականի հետ կապված լինի, չգիտեմ, ինչ-որ նոր ճանապարհ եք սկսել, ինչ-որ ավելի շատ կարտեր պետք է դնեմ, որ հասկանամ ինչ է կատարվում, բայց ինչ-որ շատ լուրջ ճակատագրական իրավիճակ է որոշ մարդկանց համար։ Առհասարակ ճակատագրական նշանակում է, որ ձեզնից շատ բան կախված չէ։ Ճակատագրական իրավիճակ է։ Առաջի կարտը տեսնում եմ հանդիպում, որը կախված է ճանապարհի հետ, ճանապարհը, որ տանում է ձեր նպատակները, ձեր երազանքներին։ Սա էլ էր 6։ Ինչ որ դուրս ճակատագրական հարցի մասին է այստեղ խոսքը, միգուցե դուք գլխի չեք ընկնում, որ ճակատագրական է սա ձեզ համար, բայց կարևոր է, ինչ որ հանդիպում, ինչ որ մեկի հետ, որ պետք է խոսեք կամ ինչ որ ճանապարհի մասին է խոսքը, լավ ճանապարհ է, ձեր նպատակներին հասնելու համար է։ Հանդիպում եք, երևի մենակ էլ չեք լինի, ըստ որում, հանդիպում եք մարդկանց հետ, զրուցում եք, շփվում եք, կոնկրետ ինչ-որ վայրում, չեմ կարող ասել այս կոնկրետ ինչի հետ է կապված, նաև տեսնում եմ գումարներ, բավականին, տեսեք մի հատ էլ եք քարտ ընկել, այստեղ տեսնում եմ հաջորդը, այստեղ ինչ-որ ճանապարհ, ես չգիտեմ, ինչ-որ մեկը դիմել է վիզայի համար է մտածում, չգիտեմ, ինչի համար է, բայց գումար է ծախսվում, խոսակցություններ են, շատ հետաքրքիր է, թե աշխատանքային գործունեության, աշխատանքային ճանապարհորդություն է, միգուցե բանակցություններ են վարվում, նաև սա խոսակցություններ է, ինչ-որ մարդկանց հետ եք հանդիպում, ինչ-որ տնից դուրս օֆիս էլ չեմ կարող ասել, բայց ինչ-որ կոնկրետ գեղեցիկ լավ վայրերում հանդիպում եք, շփվում եք մարդկանց հետ, խոսում եք ինչ-որ ճամփորդությունից։ Հաջորդ երկու կարտներ, տեսեք, սա էլ, եթե վերցնում եմ կարտերով 10, այո, ճանապարհի համար գումար է պետք ծախսել, բայց ես չեմ կարծում դուք գումարի խնդիր ունեք։ Մյուս կողմից ինձ թվում է, որ ավելի շատ ճանապարհը գնում եք, ձեզ գումար ծախսում եք, բայց նաև գումար գալու է։ Բացի գումարից նաև այլ նպատակներ էլ կան։ Ըստ երևույթին ուր որ դուք գնում եք, կան շատ մտերիմ մարդիկ, միգուցե մենակ էլ չեք գնում, միգուցե ինչ-որ նվիրված հավատարիմ մարդու հետ եք գնում, չեմ կարող ասել ձեր կյանքի ընկերոջ կամ ընկերուհու հետ, բայց կամ ընկերուհու մոտ եք գնում, ընկերոջ մտերիմ մարդու մոտ եք գնում, կամ իր հետ միասին եք գնում։ Որոշները կարող է գնում են սովորելու, կրթություն ստանալու, գիտելիքներ ձեռք բերելու, որը կարող է ձեզ գումար բերել, կամ կարծապես գնում եք աշխատելու։ Այստեղ Լիլիան է ընկել ստվերում, նաև ընկել է այս մարդը ղարի թագավորը։ Սա կարող է լինել մարդ, որը կամ ձեզ կօգնի, կամ ձեզ խորհուրդ կտա, կամ պիտի միջամտի, ուղղություն պիտի ցույց տա, չգիտեմ, այս մարդը շատ կարևոր դեր է խաղալու։ Այո, դուք ավելի երիտասարդ եք, տեսեք, ղարի վալետն է այստեղ, երիտասարդն է այստեղ էլ թագավորն է, այսինքն սա նոր մի բան է ձեզ համար, դուք բավականին երիտասարդ եք,
ձեզ ինչ որ մեկի այո խորհրդի կարիքն ունեք, ինչ որ մեկի օգնության, էլի ինչ որ մեկը կլինի անպայման ուղեցույց կլինի կամ չգիտեմ ուսուցիչ կլինի, մասնագետ կլինի, մասնագետ, որը ձեզ օգնում է այս ճանապարհը գնալուն, թե ձեզ կօգնի եւ դուք արդեն գնաք տեղ հասնեք, տեսնենք, չգիտեմ, ամեն դեպքում այստեղ էլ եմ ասում, նվիրված հավատարիմ մեկն էլ կար, որովհետեւ սովորելու կարտն եմ տեսնում, մի տեսակ շատ լավ կարտեր են, շատ նորմալ պատմություն է, ուղղակի շատ պարզ բացահայտ չէ, չեմ կարողանում շատ այսպես կոնկրետացնել, թե ինչ է, ով որ նման մի ճանապարհի է նախ պատրաստվում, ճանապարհ է նախատեսում, նրանք երևի գլխի կընկնեն ինչի մասին էր խոսքը, ես ուղղակի ինչ տեսնում եմ, այն էլ ասում եմ։ Այո, ինչ որ ճանապարհների հետ էր կապված, մարդկանց հետ եք խոսում եք, զրուցում եք, չգիտեմ, վիզաների հետ է կապված, կար նաև տղամարդ, ինչև տղամարդուն հասնելը տեսնենք ուրիշ ինչ է ցույց տալիս։ Այո, կարող եմ ասել, Մինչև դրան հասնել է լավ, մինչև հասկանանք տղամարդը ինչ կապ ուներ այս բոլորի հետ, ասեմ այստեղ ինչ եմ տեսնում, շատ հետաքրքիր կարտեր են ընկել։ Ինչ որ կորուստ է, կորուստը չի նշանակում անպայման որ կկորցնեք, այլև ինչ որ մի բան պետք է թողնեք, ինչ որ մի բան թողնում եք, հեռանում եք, խարիսխը առհասարակ ցույց է տալիս կայուն։ Ինչ որ մի բան ձեր կյանքում լավ չի եղել, ճիշտ չի եղել, աշխատանքի բնույթը, աշխատանքը չեք սիրել կամ ձեզ չի տվել այն ինչ որ ցանկացել եք, հիմա դուք ավելի կայուն ստաբիլ եք ուզում, կյանքն եք ուզում ստաբիլ, աշխատանքն եք ուզում ավելի կայուն, դրա համար էլ գնում եք ճանապարհ, այսինքն ամեն ինչ քանդում եք, նորից եք ուզում սկսել։ Սա կտրուկ եք որոշել, այո, ամեն ինչը այսպես կտրում, վերջացնում եք, թողնում եք ամեն ինչ եւ ըստ էության, այո, ես կարծում եմ այստեղ ինչ որ մեկը ուզում է երկրից հեռանալ, ինչ որ մեկը խոսակցություններ են արդեն, զրույցներ են տարվում եւ ինչ որ մեկը գնում է, ինչ որ մեկը գնում է, ինչ որ տղամարդ է ձեզ սպասում։ Չգիտես ինչու հաջորդ քարտը, որտեղ տեսնում եմ սարը մտածում կա ինչ որ մեկը, որ իրականում այնքան էլ չի ուզում ձեր գնալու, կա ինչ որ տղամարդու եք թողնում գնում կամ սա կարող է լինել եղբայր, հայր, պարտադիր չի ամուսին, բայց ինչ որ կա մեկը, որը իրականում տխրում է։ Ինչ որ մեկը այնքան էլ համաձայն չէ ձեր գնալուն, այնքան էլ ուրախ չէ դրա համար, ընտանիքի անդամ է, այո, սա կարող է լինել ամուսին, կարող է, քիչ ամուսին չգիտեմ, ինչքանով հնարավոր է ամուսնուն թողնելու գնալ, բայց ավելի ինձ թված հայր է, ինձ թված որ հայր է, որ տխրում է, որ չգիտեմ, զավակը գնում է տնից, որտեղ չեմ կարծում, թե այս տղամարդու մոտ է գնում, ես այստեղ ավելի աշխատանքային գործողում եմ տեսնում, բայց միևնույն ժամանակ չեմ կարող ասել այս ճանապարհը գնում եք, ուզում եք վերադառնալ, թե չէ, որովհետև եթե հիշում եք սկզբից ասեցի, սա ճակատագրական էր այս ճանապարհը ձեզ համար, սա պատահական չէր, մի վերջին քարտ տեսնեմ, գնում եք, թե չեք գնում, սա դուք ինչ ուզում եք, պլանավորում եք, տեսնենք վերջում, ինչ է ստացվում։ Այս էլ ձեր կարտն է, ստերեոթին, սա էլ դուք եք, այո, ուզում եք գնալ, մեծ փոփոխություն, շատ մեծ փոփոխություն է լինելու, շատ մեծ, տնից գնալ հեռու, նոր կյանք փնտրել, այո, բայց երկար ժամանակ ինչ որ կասկածներ եք ունեցել, կանգնած եք եղել ճանապարհին, խանգարող մարդիկ էլ են եղել, իսկ ձեր աշխատանքին ձեզ բավականին, ձեր աշխատանքի վայրում ձեզ խանգարել են, չեք կարողացել։ Վերջում արև, ես արևից հետո էլ կարճ չեմ հանելու։ Սա դու եք, այո, նայում եք դեպի առաջ, նայում եք, թողնում եք ամեն ինչ անցյալում եւ գնում եք առաջ, եւ ինչպես արդեն ասեցի, շատ մեծ փոփոխություններ է լինելու։
տունը թողնում եք, տնից գնում եք, դուք շատ ուրախ զվարթ եք գնում, ճիշտն ասած, դուք գնում եք ավելի լավ տրամադրված, ավելի բարձր տրամադրությամբ, այսինքն հուսահատ չեք, չի ասի հուսահատ եք, շատ այսպես դուք ինքներդ ձեզ համար լուսավոր ապագա եք պատկերացնում։ Եղել եք ինչ որ ընտրության առաջ երկար ժամանակ մտածել եք, սերևույթին դա պատահական որոշում չէր, կասկածներ են եղել, չգիտեմ, մտածել եք երկար բարակ, փորձել եք ձեր մտքերն իմի բերել, զրույցներ եք վարել, չգիտեմ, նաև աշխատանքի վայրում ինչ սերևույթին ինչ որ խնդիրներ են եղել, վիճաբանություններ են եղել է կնոջ պատճառով։ Այո, աշխատանքի վայրում ինչ որ վիճաբանություններ, ինչ որ խնդիրներ են եղել, չեմ կարող ասել պաշտոնի համար, չեմ կարող ասել շատ միանշանակ չի, այո, բայց աշխատանքի հետ կապված, լավ աշխատանք եք ունեցել, ըստ էության լավ էլ պաշտոն եք ունեցել, կարող եմ ասել, բայց խանգարել են ձեզ եւ բարկացել եք եւ հիմա բոլորովին այլ ճանապարհ եք գնում։ Ասեմ, որ ձեր ճանապարհը ըստ էության կստացվի, արևը որ դուրս եկավ, կստացվի եւ ճանապարհը կգնաք եւ ամեն ինչ էլ հաջող կլինի։ Նոր բաներ կսովորեք, ձեզ ընտեղ նվիրված հավատարիմ մարդիկ էլ կլինեն, էլ եմ ասում, դուք ճանապարհը մենակ չեք գնում, կամ գնում եք հավատարիմ նվիրված ինչ որ մեկի մոտ, կամ գնում եք միասին ինչ որ մեկի հետ։ Ես էլ եմ ասում, սա պարտադիր չի լինի ամուսին կամ ընկեր, սա կարող է ընկեր, պարզապես կյանքի ընկեր, շատ բան կսիրեք եւ կկարողանաք գումարներ վաստակել, չէ, ես ձեզ համար շատ լավ եմ տեսնում եւ կարծում եմ, որ կգնաք, արևը ամեն ինչ դրեց իր տեղը։ Ես ձեզ հաջողություն եմ ցանկանում։